Այսօր հատուկ նույթ մգա, որ իմ սրդիս է գուզեմ ձեզի հետ խոսիլ, ասիգա մեր 18 նյութերու շարքին գապված նյութ մնե, որ բոլորիս կյանքի մեջ բադահած է, բոլորս ալ անցած ենք այս պայմաններեն, ինչու գբորանք, եւ ընդհանրապես եթե մենք մեզի հետևենք, երբ գբորանք մանավանդ զույգերս իրարու հետ խոսելու ադեն, մենք գիտենք ներքնապես, որ վիճակը դիրած է եւ մեր բորալուն բարերն ալ գորոշեն եւ մենք գսենք չես ասկնար ինձի մտի գրե ինչ կսեմ սա կնշանակե մենք կմտածենք որ թիմացինը չի լսեր մեզի խուլ դարձած է եւ իրավունք ունի թեվականչներ ունի բայց մարդիկ գբորան որովհետեւ սիրտերը հերու գլան այսպես է եթե մեկը դեսնես թիմացդ կեցերը գսես վասկեն գլսե բայց վասկեն եթե 100 մետր հերունս գեցերը ես իրեն չեմ կանչեր վասկեն կկանչեմ վասկեն քիչ ավելի հերու լանե ավելի զորավոր պիտի կանչեմ քիչ առաջ Թուրինոն գեցած է Միրելլանոս կխոսեր Միրելլա ասի չլսեց Միրելլա ասի չլսեց Միրելլա ասի լսեց սո բարձրացի ցայնս որովհետև հերու էր Ուրեմն, երբ մարդիկ գբորան, զույգերը իրենց առօրյա հարաբերության ընթացքին գբորան, բորալը սիրտերու հերավորության նշանն է եւ ընդհանրապես պետք է սիրտերու հերավորությունը շտկել։ Եվ ուժը բորալուն չի դար, որովհետեւ այդպիսի բարակային ցայնը դալ գործընծնես, թիմացինը պիտի չգարենա լսել, որովհետեւ ցայնի կապված չէ խնդիրը հերավորության կապված է, մոդիգությունը պետք է ստեղծվի։ Ասացված մգա, խոսք մգա գսե, մարդիկ կբորան, որովհետև իրենց սիրտերը իրարմե հերացած են։ Նույնիսկ գսե խոսքի մեջ, երբ թեմ արդեմ կգենան, զգացականորեն դագավին իրարմե շատ հերու գլան։ Այդ պատճառով է գսե, որ կբորան։ Ամուսնական կյանքի մեջ Բորալը ցայնի բարձրութենեն չի ծնիր։ Բորալը սիրտի հերավորութենեն գծնի թուրսկուկա։ Ոչ ոք գբորա այդ անցին վրա, որուն հետ սիրտը մոտ է։ Եթե բամը տուն քեզի քննես, ստուկես, որևէ հիշողությունը բաննես, նորեն վերադարձնես, բերես բորալու հետ գաբակցապար բիդի նգադես հետս է թե տուն ինչու գբորայիր եւ սիրտդ այդ բահուն նույնիսկ եթե տուն դիմացինը գսիրես բայց այդ բահուն սիրո մտնոլորտի մեջ չես լեզումը գա որ հերավորությունը գա որուն համար տուն ցայնդ բարձրացուցած ես բորալը խզված գաբիմը արդահայտությունն է ուրիշ պատճառով չենք բորար բացի խզված գաբիմը, բամ մգա, գետ մգա, որ գաբը ինչեր է, խզեր է։ Ադեն զույգերը իրարու հետ մոտ գսկան, ադեն զույգերը իրարու հետ հերու գսկան։ Վայ եկերը, որ հերու եղած ադենը սխալը ընես, կլուխիտ պիտի բայթի, չէ։ Մոտ սկացած ադենը գրնա անցնիլ, բայց այդ հերու սկացած ադենը չի գրնար անցնիլ։ Անորամար ընդհանրապես սրդի խզված արդահայտություն է։ Զույգերը բեկչունին ավելի մեղմ խոսելու իրարու հետ։ Գիտեք, չէ գսենք, քիչ ավելի մեղմ խոսե, քիչ ավելի հանդարտ եղիր, քիչ ավելի ցած խոսե, չէ։ Քանի օքի ունեցեր այս փորձառությունը, թիմացինին գուզես թոնը իջեցնել։ Ընդհանրապես մեղմ խոսելու առաջարկին պետք չգա, անոնք պետք ունին իրենց սիրտերը մոտեցնելու։ Սիրտերը մոտեցնեսն է, այլևս բարձր ցայն չլար։ Այլևս մեղմ հանդարտ վիճակ կլա։ Աստվածաշունչը հետևյալ գսե Արագած 15:1-ի մեջ լավ մտի գրեք, շատ քեղեցիկ աստվածաշնչական համարմն է, գսե մեղմ բադասխանը դրդմությունը գիչեցնե, բայց խիստ խոսքը բարգությունը կքրքրե։ Հետևաբար մեղմությունը սիրելիներ փնավորության քիծմը չէ։ Մեկը գսե մույսին որ ինքը իր փնավորությամբ շատ մեղմ մարդ է։
Ընդհանրապես մեղմությունը գապված չէ փնավորության հետ։ Մեղմությունը գապված է հարաբերության հետ։ Մեկը որ առաջին անգամ տեսնես, իրեն այդքան մոտ չես լար, ինչքան ժամանակ մը, երբ իրեն հետ լավ առողջ հարաբերություն մշակես։ Երբ առողջ հարաբերություն մշակես, իրեն հետ քու մդերմությունդ, հաղորդակցությունդ ավելի առողջ կդառնա, ավելի լավ գլա, ավելի խաղաղ գլա։ Եթե դու քեզի նայես, նույնը որ քեզի նեղացուցած է ներքնաբես, ընդհանրապես չես կրծած ադոր մեջ մեղմ վարվիլ։ Նույնիսկ եթե փորձած ես, Տերևս գողորտը ցաված է, քանի ու ունեցեր այդ փորձած է չբորալ, բայց մեջեն հրապուխ մգել է, բիդի բեկե բայթի, քանի ու ունեցեր այսպես, բիդի գելե, բայց տուն գզսպես, տուն գողորտըտ կցավցնես, բայց արդեն մեջը գա բորդգումը բարգությունը։ Ասիկա դոզը իջեցնելու գապված չէ, վոլյումը իջեցնելու գապված չէ, գերտաս հարաբերությանդ վրա աշխատիս։ Երբ հարաբերության վրա աշխատիս, հարցերը գլուծվին։ Երբ սիրտերը մոդելան իրարու մարդոց զույգերուն, մտնոլորտը կգտնվի, դարբեր մտնոլորտ կգտնվի։ Ցայնի եղանակը տոնը ավելի մեղմ գլա։ Մեգուն արձագանքը, այսինքն reaction-ները, բամ մի եղավ անոր թիմած պիտի արդահայտվի ինքը արձագանք պիտի դա եղածին, այդ արձագանքները ավելի բագաս կլան, ավելի թանթաղ գլան, այդքան զորավոր քրքրված եւ փորփոքած չեն լար։ Փոխ ըմբռնումը իրարու մեջ ավելի սահուն գլա եւ գաջի, հետս է իրարու ավելի կհասկանան։ Երբ դայիս որևէ զույգ գրեթե 90% զույգեր, որոնք սիրահարվելով, հալելով իրարու հետ կամուստանան, ամուսնութենեն ետքը լուրջ կդեսնես դժվարություն ունին, իրարու հետ չեն գրնար համացայնիլ, իրարու չեն հասկնար եւ կդեսնես որ մեկը մյուսին չհասկնար, ամեն մարդ իր այսպես գնամանի մարդոց, որոնք շատ կսիրեն նվակել, բայց բնավ գապ չունին նվակելու հետ, այ մեկը իր տոնալիտիով կնվակե կամ գնե եւ դարօրինակ ցայներ գելեն, երկու զույգերը գտես դարօրինակ ցայներ դուրս կբերեն, որովհետեւ իրարու հետ փոխըմբռնում չունին, չեն գնար որ իրարու հասկանալ աջիլ անոր մեջը եւ հետս հետե անոնք որոնք այդ մտնոլորտին մեջ են ընդհանրապես այդ մտնոլորտին մեջ եղողները գտեսնես ավելի գարեկցություն կունենան իրարու նկատմամբ, այսինքն ավելի քութով կմոտենան իրարու, ավելի իրարու հետ ունեցած իրենց լավ ժամանակներուն վրայով է որ իրարու հետ կհարաբերին եւ ոչ ինչպես շատ անգամ մեզի կվադահի որ օրվան ընթացքին մեզի նեղացնող նյութերը գլան միջոցը որ մենք խոսենք մեր զույգին հետ Ես շատ անգամ Միրելային հետ երբ փարգության վիճակ ունեցած եմ, փարգության վիճակի մեջ ես ինձի հիշեցած եմ, թե որ լավ գեդերը նայում, աս նյութով մի փորփոքիր։ Լավ գեդը, որ մենք ունենք, ամենալավ թեղը եւ լուծումն է խնդիրը շտկելու կամ սիրտի մեջի փարգությունը մեղմացնելու եւ ասիկա շատ կարեւոր է, եթե մենք կարենանք կորձի վերածել։ Երբ սիրտերը հերացած լան, խոսելու տոնը ընդհանրապես սուր գլա, շատ անգամ նեղված գլա, շատ անգամ գարչ կդրուկ կխոսի, շատ անգամ նույնիսկ եթե մեջը հոգի սպառնալ կորձած է, բայց թանագի պես կմտնե, սուր կմտնե, տոնը սուր է ինքը, որովհետև հոգին ծանրացած վիճակ կունենա ընդհանրապես։ Մեղատրանքը զույգերուն միջև ավելի գլա։ Ընդհանրապես խոսածադենը թիմացինին մեղատրելով կխոսի, միշտ պիտի եսե օրինակի համար տուն այսպես ես, տուն այդպես էր, տուն միշտ այսպես կնես։ Մեղատրանքը, բայց եթե տուն այսպես չնեիր, ես այսպես պիտի չնեի։ Միշտ մեղատրանքով կխոսի։ Իրար լսելու երկար շունչ չունենար, ավելի բագաս կլա, նվազ կլա։ Թիմացինը խոսածադենը ինք իր տեսակետը պիտի սե, թիմացինը խոսածադենը իր տեսակետը պիտի փաստե, որ ինքը շիդագ է, ասածը ծխալ է, ես եմ շիդագը։ Ընդհանրապես գնվազի
Այդ համբերությունը, երկայնամտությունը, լսելու կարողությունը զույգերում միջև, որոնք այդ հարաբերությունը չեն շինած։ Փարգությունը իրենց գսկսի հարաբերության մեջ ուր բագաս դեղեր ունին, ասենք եթե այդ հարաբերության մեջի գեդերը բագաս են, կավատներ են, գսկսի փարգությունը հոն լեցնել։ Եվ ընտանեկան հարաբերության մեջ կտեսնես դեղերը փարգությունով գլեցվին եւ զույգերը ավելի իրարու հետ փարգությամբ կխոսին։ Չեմ կեր եթե ցեզի բադահած եկան փորձառությունը ունեցած եք գարկ նյութեր կան, որոնց մեջ միշտ փարգացած կար դայդվիկ։ Ով ունեցած այդպես փորձառություն, գարկ նյութեր կա, որ ասյութը բացվի։ Գիշեր ցերեկ ուրախ զվարթ ես միշտ փարգացած եմ ասնյութի մեջ։ Որովհետև կավատ մը գա, որ հոն հարաբերությունը չէ մշակված, չէ աճած, հոն միշտ փարգություն լեցված է։ Փարգության կորձը այս է, եթե բարապ կավատ տեսնե հարաբերության մեջ կլեցնե։ Այդ գարսոններու պես է, որ միշտ կդառնա, որուն կավատը բագասե պիտի լեցնե։ Ամերիկա գերտաս սուրճ կլեցնենք, ես իրեն սուրճը չեմ սիրել, բայց ինքը ուկա կլեցնե։ Նստած ես կավատը բարաբե ինքը կլեցնե։ Փարգությունը այդպես է։ Եթե դու հարաբերության մդերմություն չես շիներ, ամիջապես փարգությունը գլեցնե այդ դեղին մեջ որ դու մդերմություն պետք է հարաբերություն պետք է շինեիր փարգությամբ դիլ գնես հարցին հետ հետեւաբար բորալը հաղորդակցության խնդիր չէ բորալը սիրդերուն կապվածության իրարմե խզված լալուն իրենց գաբին բաժնված լալուն նշանն է փուն թշնամին կամ փուն վիճակը որ կբադահի զույգերուն ներսիտին գբորան զույգերը իրարու, որովհետև օրինակի համար չեն զգար, որ զույգը իրեն գլսե։ Հավանաբար փորձառություն չես լսեր ինձի, մտի գրիրս ածս, ես ինչ կսեի քեզի, գիտակ չէ, գսկաս որ թիմացինդ քեզի մտիկ չներ, դու պետք ունիս մեկը քեզի լսե, բայց թիմացինը քեզի չի լսեր։ Չզգար, որ զույգը իրեն կհասկնա։ Քանի անգամ ասի իմ վիճակս հասկացած չունիս, չէ՞։ Ընդհանրապես ամեն բացմությունը այսպես կդառնա, գզկաս որ թիմացինդ քեզի չի հասկնար։ Անգևերջ կսես, դու միշտ գանդեսես ինձի, միշտ անդեսված կսկա ինքզինքը։ Չի գրնար ուրիշ բան տեսնել, ինքը անդեսված կսկա։ Առանցին կսկա։ Ձանրապերնված կսա, ամեն կորձ ես կնեմ թուն բան մրաչու, չի դեսնեմ, նույնիսկ եթե թիմացինը կորձ կնե, ես բադահած եմ զույգերու, որոնց հետ խորհրդատվություն հրած եմ, օրինակի համար դղամարդը ամեն ինչ կնե։ Գինը ամեն ինչ չներ, բայց փարգության հարց ունի, եւ որ ինք փարգացած վիճակ ունենա, կսե ամեն ինչ ես կնեմ, եւ իրականության մեջ ինքը փոմը չներ։ Ամեն ինչը իր զույգը գնե, հիմա դղու գինուի հետ գապ չունի, այս զույգին բարական այդպես է, գրնա նույնիսկ հագարակը հլալ, բարձորեն, որովհետև ինքը գործընծուցած է այդ համերաշխության վիճակը, ինքը անդեսված գսկա, որ ձանրապերնված է, և գսկա, որ իր վրա կհարցակին, որնակ ես երբ խորհրդատվության նստիմ նման անցերու հետ, իմ պարերս 1 միլիոն կգշրեմ իրենց հետ խոսած ադենս, որովհետև ինքը հարցակում գսկա, որևէ պարսես, որ ինքը չի գրնար գրել, նույնիսկ ինձ մեջ ընդունիր։ Չի գրնար ընդունիլ, որ ես իրեն այդ պարերը ասեմ, որովհետև ինքը հոն չէ արդեն։ Անորամար ես ինչքան աշխատանք կդանիմ ամենաբզդիկ խորհուրդը իրեն դալու համար, որ ինքը կարենա օգտվել, այլապես պիտի չօգտվի։ Հետևաբար անձը, որ գբորա ընդհանրապես ասսկացումները կունենա իր մեջը, կամ վախ կզգա իր մեջը, վախ կունենա իր կյանքի մեջը։ Երբ սիրտը իր գարկին նման վտանգներ կզգա, մեգումը սիրտը, բնականաբար ցայնը ավելի բարձր կլա։ Եվ որ ներսիտիդ այդ զգացումը ունենաս, բնականաբար ցայնը ավելի բարձր կլի։ Հետևաբար ցայնը բացեցնելու աշխատանքը շատ անգամ եւ ընդհանրապես դասնյակ տարիներ անցնին է իմաստ չունենար։ Որովհետև ցայնի բարձրությունը չէ խնդիրը, ցայնը բարձրացնելու ներքին վիճակն է խնդիրը, որ պետք է շտկվի։ Մեկը բորացած ադենը հազվագյուտ ընդհանրապես չի բադահիր, որ դիրել կփորձի այդ անձին սիրտը։ Ընդհանրապես բորալ ու բարակային այդպես չէ միշտ, որ անձը կփորձի դիրել մույսին վրա, շատ անգամ անիկա թիմացինին իր սելիկը հասցնելու չանքին մեջը
գբորա, ինչպես քիչ առաջ օրինակը դվի, որովհետև ինքը ներքնաբես գուզե թիմացինին խոսքը հասկացնել, շատ անգամ անձը չի գիտեր իր վերքերեն ինչպես պիտի հասկացնե, բայց որովհետև գուզե իր խոսքը հասկացնել, ինքը գուզե այդ ցավին վիճակը բացադրել, պատմել, հորա բորալու գելլե։ Ընդհանրապես բարձր ցայնը ներքին վիճակին արդահայտությունն է։ Երբ զույգերը իրարու հետ գվիճապանին, օրինակ գրիվ, բորալով, պաշտպանվելով, իրենց գրիվը, իրենց վեճը բորալով գլա, եղած նյութին հետ կապված, հետո պաշտպանություն գուքա, անձը կպաշտպանե ինք զինքը, ասելով ես այդպես չրի, տուն այդպես սրիր եւ այլն, անգեզատ գա ուրիշ ցևը գրիվի հետ կապված, որ զույգերը երբ իրարու հետ վիճապանին կքաշվին, կմեկուսանան, զույգինը չի խոսիր, մի քանի օր գանցնե, որբեսի իդ բնականը գարենա գտնել, ընդհանրապես կքաշվի եւ գլրե եւ չի խոսիր, կքարանա ամբողջովին, կփակվի, կկոծվի, նեղված վիճակի մեջ կանցնի, գամալ մեկադալգա հագարակ երևույթը, որ հաջեցնելու գերտա, որբեսի գրիվներեն խուսապի, կսկսի թիմացինին հաջեցնել, իր ուզածը անել, իրեն ուրախացնող բաներ անել, որբեսի եղած խնդիրը լուծե, թե շատ քեշ բանը չէ, բայց ադիգա վարժությունը լան է, ավելի քեշ կդառնա զույգի հարաբերության մեջ, որովհետև զույգի հարաբերությունը եւ լիբանանյան գարավարության գաշարքները մեկ չէ իրարու նմանին, զույգերը իրենց խնդիրը պիտի լուծեն, ոչ թե գաշարք պիտի դան։ Զույգերու կյանքի մեջ գաշարք տալը շատ օգուտ չներ, հարց չի լուծեր։ Հետևաբար բորալը արցականքն է այդ գրիվին։ Միտքը մեգումը այսպես կսե, որ ինքը գբորա։ Ես աբահով չեմ զգար։ Ես լսված չեմ, ինձի չեն լսեր։ Եվ գամ այդ միտքը իրեն գսե, որ մեր գաբը կգործվի։ Երբ մեկը գխեղտվի, ինչ կնե, խեղտված ադենը, ամեն ինչ որ արջևի է, լանոր պիտի բռնվի։ Եվ բորալու հետ կապված մեգումը ներքին աշխարհի մեջ երբ այս վիճակը գա, ինքը ընդհանրապես այս վախը գաբրի, որ կգործընծնեմ, ցերքես գերտա։ Եվ գամ վերահսկողությունը կգործընծնե շատ անգամ կգարձե։ Մարդիկ ընդհանրապես գուզեն ամեն ինչ գարավարել, երբ փամը իր ցերքեն դուրս ինա, գարավարել են դուրս ինա, ինչ կնե կվախնա, անորամար ինքը կփորա, ինքը գրիվ գնե։ Հետևաբար մեկ չէ նորենս եմ ցայնը, բարձրությունը լրացնենք, պետք է բժշկություն բերենք այդ խզված, վիրավորված բաժինին մեջ, զույգի հարաբերության մեջ։ Զույգերուն ամենակարևոր բանը այն է, որ իրենք իրենց խնդիրները խոսին։ Ընդհանրապես մեգումը կյանքի մեջ անագնկալ չէ, որ այս բորալու կամ հերավորությունը, որ գա իրենց զույգի հարաբերության մեջ, հանգարց չի քարադիգա, հանգարց չի ծնիր, անիկա գուդագում է իրենց հարաբերության մեջ, շատ անգամ չարդահայտված, չխոսված հուսախաբություններ, մեծ մասամբ երբ զույգերը կան, ես իրենց կսեմ, որ իրարու հետ խոսեցեք։ Ես գիշեմ, երբ Միրելային հետ նոր ամուսնացած էինք, ընդհանրապես Միրելան գնեղվեր եւ չերսեր, որ նեղված է, բայց երեսին վրա գերևեր։ Եվ իրեն գսեի, «Բեկե խոսենք», ասա մեծ խնդիր չունեինք, բայց դակավին նոր ամուսնացած էինք, չէինք կրնար իրարու հասկանալ, գիտնալ ինչ էր։ Մեկ անգամ զգացի, որ ինքը նեղացած է եւ ներս անգողինին վրա նստած է, ներս մտա թուրը գղբեցի, կացիկովը նստա, ասի մինչեւ չխոսենք, աստուրը պիտի չի բացվի, աստեղ են դուրս վիճել ենք։ Ես շատ լավ դուրս եկանք։ Երկուքս արցունքներով լավ վիճակի մեջ։ Ընդհանրապես խոսիլը լավ է։ Եվ դարիներու ընթացքին մենք երբ դժվարություն ունենանք կխոսենք, բզդիկներուն հետ կխոսենք, պետք է գոդրվի այս օդար համոզումները, որ մանավանդ միջին արևելքի մեջ կա, դղամարտիկ եւ գին մարդիկ իրարու հետ ընտանիքեն ներս չեն հարաբերիր։ Արդար իրավունք չէ, զույգեր ամեն ինչ գնեն իրարու հետ, որ չերտամ հասկացեք դուք ինչ ասել գուզեմ, նույն դունը գաբրին, նույն անգողինը գբարգին, նույն բզիկներուն ծնողն, ամեն ինչ միասին գնեն։ Երբ խոսելու կան, ամեն մարդ կսե ես դղամարդ եմ, մյուսը կսե ես գին եմ, մյուսը կսե իրարու հետ պետք է խոսիկ։
Խոսիլ ամենազորավոր լուծումն է։ Աստված պիտի չի դար այդ մեկը մարդոց, եթե մարդիկ չունենային այդ կարողությունը։ Աստված առաջին գազམ་ագերբությունը, որ այս աշխարհի վրա ստեղծեց, զույգն էր, որուն միջոցով աշխարհը լեցնել որոշեց։ Հետևաբար շատ կարևոր է իրարու հետ խոսիկ։ Շատ կարևոր է իրարու հետ խոսիկ։ Ես հովիվը լալով, Աստուծո ցայնով առաջնորդվողը լալով, գիտեք շատ անգամ եւ որ բաներ կան եւ ես արչեւս սկամ որ դերոճմեն ցայն մչունի մադոր մեջ առաջնորդվելու համար, բարձրացան կխոսիմ։ Միրելային հետ կերտամ կզրուցեմ, որովհետեւ գիտեմ որ Աստված գրնա իրեն կործածել, որովհետև եթե Աստված ինձ ուղագի չհայտնեց, ուրեմն փամը գավ ուզե որ ես սորվիմ, իրեն կհարցնեմ, նույնիսկ իմ բզիկներուս կհարցնեմ շատ անգամ։ Շատ մնույթերու վրա գնայեմ ունդեն ցայնը ինչ պիտի ելնե։ Անցյալ օրերը որոշում առնելու պետք ունեի, մեկը չի մնաց որ իրեն չսեմ որ աղոթե որոշում պիտի առնեմ նայեմ դերը ինչ կսե։ Հետևաբար շատ կարևոր է որ մենք զույգի հարաբերության մեջ այս ըմբռնումը ունենանք։ Քերի չլանք մեր զգացումներուն, հաբա իրարու հետ խոսինք, որովհետև գուտակված, չարդահայտված հուսախապությունները իրենք գցկեն, որ շատ մնույթերու մեջ մենք բորալով խոսինք, չբժշկված վերքերը, վիրավորանքները, որ մենք գրած ենք։ Զույգերը երբ խոսին կամ հավատացյալները խոսին շատ անգամ ինձ գիսեն 10 տարի առաջ այսպես եղավ, բզդիկ էին է, մամաս բաբաս այդպես էին։ Կսեմ ուր ես տուն դագավինյա, Քրիստոսով նա ինչ եղար տուն։ Հին նյութեր կխոսին, 10 տարի առաջ ինձ այդպես երավ, թեր չէ գրծած մորնալ։ Զույգի հարաբերությունը շատ ավելի բարձր մագարտակ ունի, քան նման նյութերը։ Անոր համար մեր վերքերը պետք է բժշկենք, նստեցեք իրարու հետ։ Դուք իրարու հետ ամեն տեսակ վայելեր եք։ Դե ինչպես գրնալալ որ թեր այդ վերքը որ մեկը մյուսին ցավցուցիկ թեր չէ բժշկված։ Քանի օքի համացայն է դες։ Բամը եղավ, եսա կսխալիմ, թունալ կսխալիս։ Ինչպես չենք լուծած, ամեն ինչ կնենք միասին, լման կյանք մը ստեղծերենք, ընտանիք մը ստեղծերենք, մարդիկ ձներենք, մեր նմանը, մեծ ցուցերենք, ցավ քաշերենք, դժվարություն, աղքատություն, տրամական նեղություն, քիշերը ես ցավ ունիմ, բայց բզնիկս կցավի սելով ոտքի ելերեմ, չեմ գրծած մեկ վերքը բժշկել, ինչեր երեմ, չէ՞։ Զարմանալի է քիչ, անոր համար աշխատենք, որ այդ վերքերը չմնան մեր մեջ, այդ բորալները բոլոր գերտան։ Դարբեր երևույթներ կունենան, չարդահայտված գարիքներ դուներում մեջ, ադեններ կդեսնես մարդիկ չխոսել են գարիքներ ունին և այդ գարիքները իրենց մեջ վերքի կվերածվին և գսես ասի ինչ եղավ ասոր հիմա, պամեչուններ ամեն ինչ լավ էր, վերքեն, ծավեն, բնական է որ այդպես արդահայտվի։ Չլուծված խնդիրներ, զգացական հոգնածություն, շատ անգամ որ թուն զգացումներում մեջ թաղված ես վերլուծումները ճիշտ չեն, թուն հոգնած ես, զգացումներդ հոգնած են, այլևս նոր բան շալգելու ուժ չունիս, նոր բան շալգելու ուժ չես ունենար, ջնշող ժամանակաշրջանները, որ վրատ եկած են և թուն չես թարմացած, արժևորված չզգալու զգացումները, ասոնք բոլորը գցկեն, որ քու ներսիտի թուն վիրավորված կյանք ապրիս, Քրիստոսով թուն կարող ես գրնաս այս բոլորեն ելնել։ Միան զույգիդ հետ հարաբերության մեջ Աստված կրնա մեծ օրհնություն տալ քեզի, որ թուն այս բաներուն հաղթես։ Շատ անգամ սիրելին էլ բորալը հարաճ կուկա երկար ժամանակ եւ լրությամբ հերացած լալու պատճառով։ Շատ անգամ հարցերուն չլուծվելուն պատճառով։ Հետևաբար ինչու նաև մարդիկ գբորան, երբ չեն ուզեր բորալ։ Քանի օքի որոշած է ապաշխարած է, որ ասկերտ վիճի բորամ նորեն բորացած է, քանի օքի ունեցեր է, վիճի բորամ վերջացավ, վերջին անգամն է դեր ասկե վերջ վիճի բորամ, հաջորդ առաջին արիթին նորեն գբորաս։ Ինչու մարդիկ գբորան, երբ չեն ուզեր բորալ։ Որովհետև իրենց խոր ներաշխարհի մեջ գսկան, զիս չի հասկնար, զիս չի տեսներ, չի լսեր, ինձի հոգ չներ։ Ես արժեք չունիմ կովը, գվախնամ, որ իրար մե պիտի հերանանք, անզոր գսկամ, նորեն նա է ներքին վիճակ է, որ գծկե մարդուն, որ ինքը այդպես արդահայտվի, բայց ինչքան մեգումը ցայնը կբարձրանա, այդքան խոր է յեդին գտնվող սկացական վախը իր։
Այսին իր ներսիտին ինք վախ մը գաբրի, ինքը իր ներսիտին զգացումներու մեջ վիճակ մունի, ադոր դոզով, ադոր վոլյումով ինքը վերը բորալ գնե։ Փերանին բորալը ներքին վիճակին հետ կապված է, բեք չէ զադենք, բեք չէ ըսի ըսավով սպաղվինք, բեք է մեր ներքին աշխարը զույգի հարաբերության մեջ շտկենք։ Սուրբ Հոգին մեծ թեր կխաղա մեր կյանքի մեջ եւ Սուրբ Հոգին միայն անհադիմը հոգին չէ որ կվերագենտանացնե եւ կբժշկե։ Հռոմայացիս 8-ին մեջ մենք կգարտանք 8:11 որ անիկա մեր մահկանացու անդամները կբժշկե։ Մեր զգացումները, մեր ցանկությունները կբժշկե եւ մեզ գուղե։ Հետեւաբար Սուրբ Հոգին ծնունդ կուտա հանդարտության, համբերության, քաղցրության անցը ճիշտ ցևով դիրելու դժվար ժամանակներու մեջ խաղաղության Սուրբ Հոգին ծնունդ կուտա այս բաներուն եւ մենք գիտենք որ Սուրբ Հոգին ինը բդուղներն են ասոնք եւ ասոնց նմանները որոնք մեր մեջ ինքը գարթնցնե անոր համար մենք վստահենք Աստծո մեր մեջ այս բաները արթնցնելուն համար Սուրբ Հոգին այս բդուղները ընդհանրապես գտեսնենք փնույթը հարաբերության մեջ գերեվի երբ հարաբերությունը լավը լա այս բաները դուրս կգան Եվ որ ընդհանրապես զույգերդ ունենաք իրարու հետ խռովություն, նայեցեք, որ փորձեք կորձնական քայլեր առնել, նախ փորձեցեք ժամանակ առնել, դասը համրել, ինչպես ժողովրդային ոճով գսենք, որովհետև դասը համրելը քու ամիգդալայով վարվիլդ կգեցնե, առանց մտածելու աշխատիլդ կգեցնե, դրամապանությունդ կաշխատի, մեկ հատ կմտածես, սելիքդ, ընելիքդ եւ անգե վերջ կնես Անորամար կսկսիս ավելի մեմ խոսիլ, եւ որ մեմ կխոսիս սիրտ կփանա, բայց խիստ խոսքերը սիրտը կփագեն։ Եվ որ դու թեմ տնես խիստ խոսիս դիմացինդ այսպես կլա։ Քեզի մտիկ կնե, ուզածդ կնե, բայց ինքը վերջացավ կոծված է, այսպես վիճակ ունի։ Այսինքն պաշտպանողական վիճակ ունի, սիրտը կոծված է։ Անորամար բեք չէ արդոնենք, որ այդ վիճակը լա։ Օրինակ, փոխանակսենք, ինչու միշտ այսպես գնես։ Ուզե գրնանք խոսիլ Գուզես իրարու հետ ժամանակ անցնենք, գուզես իրարու հետ ավելի մդերմապարայսնույթը խոսենք, քիչ մի ժամանակ առնենք, լուր մնանք, անգե վերջը խոսենք։ Եվ որ գսես ես այսպես, եւ որ թիմացինդ քեզի վիրավոր է, ամիջապես միսը թուն այդպես էր իր մեղատրական գեցված։ Ասե երբ այս խնդիրը ունեցանք, ես այսպես սկացի։ Քու վերքը ցուցուր իրեն, որովհետեւ թիմացինին փարգությունը չկրկրես, ապա իր քութը շարժես, քու անցիտանտե, որովհետեւ շատ անգամ թիմացինը քեզի կսիրե։ Եվ որ դեսնե ցաված ես, բիդի ավելի հանդարտ լա, բայց եւ որ նկատե որ թուն գարդահայտվիս մեղատրանքով ինքը չսկար որ ցաված ես, ինքը այդ վիճակին համար պատասխանը կփնտրե, վարմունքը դուրս կբերե։ Հետեւաբար մեղատրանքը ցեզ կփաժնե, ապա զգացումները որ իրարու հետ գարդահայտվիկ ցեզի իրարու կմիացնե։ Ամենավերջին գեդս հասուն զույգերը, որ հասունը լան այլևս գտանթաղի իրենց միջև աս խնդիրներուն բադահիլը արակորեն չեն փորփոքիր ամեն բզիկ նյութի համար իրարու հետ բորալ գանչել չեն ունենար գմեղմանան ավելի փոխանակ գարձրանան իրարու հետ հարաբերության մեջ ավելի մոտ գսկան իրարու ավելի բաներ գուզեն անել իրարու հետ ավելի գլսեն իրարու փոխանակ փախուստան իրար մե կամ ավելի կան ամիջապես արձագանք անեն, reaction անեն եղած անցած դարձածին։ Փոխանակ իրարու են անդեսեն, բարապ մարդ է, ասպես պիտի ինը պիտի չհասկնա, պիտի չգիտնա, ասանք բաներ միտքերը անցնելը, ավելի կվերագանքնեն իրենց հարաբերությունը։ Հետևաբար ասիգա շատ կարևոր հոգևոր հիմն է, որ Աստվածաշունչը մեզի գցկե, գցուցնե, որում մեջ մենք պետք է շարժենք եւ զույգերու խորհրդատվությունը շատ անգամ այս բաները գտելատրե զույգերուն եթե նկատեք շատ դժվար բան չսի միաժամանակ դժվար է ընելիքը դժվար չէ բարձորեն պիտի մարզվիս այդ տաշտի մեջ երբ մարզվիս մի տեսնես որ ամեն ինչ հեզասահ եւ սահուն կքալե ամեն Դեր օրհնե շնորհակալություն որ մտի գրիկ